Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, անչափ շնորհակալ ենք ընդունելության համար, ուրախ ենք այս հանդիպման համար, ողջունում եմ բոլորիդ։ Սիրելի հայրենակիցներ, այս օրերին մեր երկրում տեղի ունենում ընտրարշավ։ Հայաստանի քաղաքական ուժերը հանդիպումների ընթացքում փորձում են ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները, երկրի առջև կանգնած մարտահրավերները, դուրս գալու լուծումները եւ հնարավորությունները։ Ինչի՞ եմ սրան հատուկ ուզում անդրադառնալ, որովհետեւ մենք առաջին օրվանից ձեզ բոլորին մի բան ենք փոխանցում, որ այս ընտրությունները հերթական եւ սովորական ընտրություններ չեն։ Սրանք մեր երկրի ճակատագրի հետագա ընթացքի համար ունեն շատ կարևոր նշանակություն եւ եթե մենք մեր ժողովուրդը այս ընտրություններին սխալ ընտրություն կատարի եւ հնարավորություն տա այս չարիքի իշխանությունը մեկ անգամ եւս վերարտադրվի, մեր պետականությունը ամբողջությամբ դրվելու է հարցականի տակ։ Եթե դուք նկատել եք, այս ընտրարշավի գրեթե ամեն օր խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին։ Այս ընթացքում ավելի շատ է խոսվել դրա մասին, քան նախորդ 30 տարիներին միասին վերցրած։ Ու ինչ է ասում այս իշխանությունը։ Ասում է, որ ինքը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահապանն է, ու եթե ինքը չլինի իշխանության, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվելու է ռուսներին, իսկ տարածքային ամբողջականությունը խաթարվելու է ու տեղի ունենալու պատերազմ ու այս խոսույթով փորձում է մեր ժողովրդին վախեցնել։ Մենք ընտրարշավի առաջի օրվանից մի հարցադրում ենք արել։ Այս մասին մենք անընդհատ ու ամեն օր կրկնելու ենք, որովհետև այս ընտրությունների համար ու մեր երկրի վաղվա օրվա համար սա ունի շատ խիստ եւ ճակատագրական նշանակություն։ Ինչ ենք ասել։ Ասել են կարող ես հայտարարել, որ դու այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունից որևէ մետր քառակուսի տարածք չես զիջելու Ադրբեջանին։ Մի քանի օր այս հարցադրումից հետո, 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այո, Հայաստանի Հանրապետությունից ինքը նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանը։ Սա շատ կարևոր ու էական փաստ է եւ կարծում եմ 3 չէ առաջի օրվանից հետո, երբ որ այս պաշտոնական հայտարարությունը արվեց, սա շրջադարձային նշանակություն ունի այս ընտրարշավի համար եւ ես տեղից արդից օգտվելով մեկ անգամ եւս կոչ եմ անում նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերին, որ այս հարցի վրա լուրջ ուշադրություն դարձնել։ Մարդը եկել է ձեզ ասում է մեզ քվեարկեք, որ գնանք Հայաստանի Հանրապետությունից նոր տարածքներ հանձնենք։ Այս ֆիքսում ենք։ Հիմա երկրորդ հարցադրումը, որ մենք արել ենք։ Այն քարտեզը, որ փակցրել ես քո կրծքին, ասում ես, որ սա է իրական Հայաստանը, եւ դու պայքարում ես այդ Հայաստանի համար։ Պատրաստ ես հայտարարելու, որ այդ Հայաստանի քարտեզից, Հայաստանի տարածքից Ադրբեջանը օկուպացրել է 200 կիլոմետրից ավել քառակուսի տարածք եւ Ադրբեջանի զորքերը օր առաջ պետքա դուրս գան Հայաստանի տարածքից։ Պարզ հարցադրում ենք անում։ Ինչ ենք սրա փոխարեն ստանում, մարդը բարձրախոսը վերցրել է, հայտնվել է Երևանի փողոցներում, հարձակվում է քաղաքացիների վրա, երբ որ արցախայրը մոտենում են եւ ասում են մեր հայրենիքը հանձնել ես, մեզ անտուն ես թողես, սկսում է մարդկանց վրա հոխորտալ, թե դուք ինչ եք ողջ, ինչի մեռած չեք, ինչ եք սաղ մնացը։ Այսինքն այս մարդը, այս իրավիճակում ոնց կարա մեր երկիր հետագայում եւս մի քանի տարի փորձի կամ հավակնություն ունենա երկիրը կառավարելու։ Այսքան ծանր է ժողովուրդ մեր վիճակը։ Այս զզվանքից, այս իրավիճակից, այս մոլագարից մենք պետք է կարողանանք ազատվել ու դրա հնարավորությունը հունիսի 7-ն է։ Հունիսի 7-ը այն օրն է, որ մեր ժողովուրդը կարող է այս ամոթի էջը փակել, այս զիջումների, կորուստների, դժբախտությունների շղթան կտրել։ Դրա համար մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում մեր հայրենակիցներին, մեր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին։ Տեր կանգնել ձեր երկրի պետության ճակատագրին, ձեր հայրենիքի պաշտպանությանը, ձեր երկրի ինքնիշխանությանը, մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Մի քանի անգամ ասել ենք, մեկ անգամ եւս կրկնեմ, այս մարդու նախընտրական ծրագիրը մեր ժողովրդի հետ կապ չունի։ Քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզել է իր
պայմանագիրը ժողովրդի հետ։ ՔՊ-ի ամբողջական ծրագիրը դա խոստում է Ադրբեջանին ու անձամբ Ալիևին։ Եթե դուք վերցնեք իր նախընտրական ծրագիրը, ասում է հետևյալը. քվեարկեք ինձ, որ Ադրբեջանին նոր տարածքներ տամ, քվեարկեք ինձ, որ հարձակվեմ եկեղեցու վրա, քվեարկեք ինձ, որ փոխեմ սահմանադրությունը, ուրանամ ցեղասպանությունը։ Մենք ինչ ենք ասում մեր ժողովրդին։ Ասում ենք մենք ի վիճակի ենք երկիրը այս իրավիճակից դուրս բերելու։ Մենք ունենք վարչապետի թեկնածու, մարդ, որ իր կյանքով, անցյալով մի քանի անգամ դա ապացուցել է ճգնաժամային իրավիճակում երկիրը ղեկավարելու, բեկում մտցնելու եւ հզոր պետություն կառուցելու։ Մենք ներկայանում ենք ամենամրցունակ ծրագրով, ամենաուժեղ քաղաքական թիմով եւ վիճակի ենք երկիրը այս իրավիճակից դուրս բերելու ու դրա լուծման բոլոր քայլերն ու հերթականությունները ձեզ ներկայացրել ենք։ Ժորժ ջան, մենք գյուղատնտեսությունից մինչև կրթություն, առողջապահությունից մինչև տնտեսություն եւ սոցիալական ոլորտներ շատ մանրամասն ներկայացրել ենք։ Այս ընթացքում խոսել ենք օրական նաեւ բոլոր կետերին առանձին անդրադառնում ենք։ Շատ կարեւոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեր երկրում ապրեն արժանապատիվ։ Մենք երկրին պետքա բերենք կայունություն եւ անվտանգություն, ու դա ի վիճակի ենք անելու, ու դա անելու ենք միասնական հունիսի 7-ին։ Կարող ենք։ Ուրեմն միասին կարող ենք հունիսի 7-ին համար 17-ին։